Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը ոստիկանության պետը հարկ համարեց անդրադառնալ մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործառույթների իրականացման վրա։ Մենք միասին պայմանավորվել ենք, որ ծեծով, ջարդով բացահայտումներ չեն լինում։ Մենք այս դահլիճում խոսել ենք մի քանի անգամ, որ երբ ուժ ես կիրառում հանցագործություն բացահայտելու համար, ուրեմն անխելք ես։ Երբ ուժ ես կիրառում, ուրեմն տկարամիտ ես եւ միտքդ չի աշխատում, դու մասնագետ չես, ուղղակի մսագործ ես։ Ցավոք սրտի մենք ունենք դեռ նման երևույթներ, եթե հանցագործությունը ծեծով պետք է բացահայտվի, թող չբացահայտվի։ Դա մսագործությունը, ծեծը, ջարդը կատեգորիկ արգելել է պետք համակարգում։ Ուժով ցուցմուն կորզելը դա իրեն չարդարացնող եւ մարդկային ոչինչ մեջը չպարունակող երևույթ է։ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանության համար շարունակում է աքիլեսյան գարշապար մնալ նաեւ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան։ Մենք այս նույն դահլիճում խոսել ենք հանցագործությունները չթաքցնելու մասին։ Ավելնորդ չեմ համարում, տարեվերջին եւս մեկ անգամ ասել, որ հանցագործություն թաքցնում են անբանները, որոնք իմիտացիա են ստեղծում, որ իրենք լավ են աշխատում եւ կանխարգելիչ միջոցառումները լավ որակի են, դրա համար էլ հանցագործություններ տեղի չունենան։ Քաղաքացին կորուստ է տվել, թալանվել է քաղաքացին եւ մեր երիտասարդ օպերը գնում է նրան համոզում է, որ լավ, դե ինչ է եղել, ասի թաքցրել, բան ձեն մի հան, հետո մի բան կլինի, մի բան կանենք։ Հետո ինչպես Երևան քաղաքում փորձը ցույց տվեց, բռնում են մարդիկ հանցավոր խմբեր, բացահայտումներ են ապահովում, արդյունքում մենք տեսնում ենք, որ ինչ-որ մարդիկ ինչ-որտեղ քողարկել, թաքցրել կամ էլ փիլիսոփայորեն են մոտեցել նման հանցագործություններին։ Խոսելով համակարգում ընթացող ինքնամաքրման գործընթացների մասին, ոստիկանության պետը հանդիպան մասնակիցներին խստագույնս հրահանգեց հետևողական լինել կոռուպցիայի, հովանավորչության, կաշառակերության դեպքերը բացառելու ուղղությամբ։ Իսկ շորթման մասին խոսելը ավելնորդ եմ համարում։ Ցավոք սրտի մենք ունենում ենք եւ նման դեպքեր։ Եվ եթե դեպքը արձանագրվեց մի կոնկրետ բաժնում, դա չի նշանակում, որ այդ դեպքերը չեն եղել ուրիշ բաժիններում։ Բայց ես գտնում եմ, որ այս մի տարվա մեր աշխատանքային փորձը ցույց տվեց, որ ոչինչ գաղտնիք չի մնում։ Եթե մենք այսօր չգիտենք նման երևույթի մասին, դա չի նշանակում, որ մենք վաղը կամ վաղը չեմ այսօր չենք իմանալու, կամ մեկ ամիս հետո չենք իմանալու դրա մասին։ Ես խնդրում եւ առաջարկում եմ ձեզ, որպեսզի այդ հարցում միաբան լինենք։ Չենք թաքցնում հանցագործություններ, շորթում, բանսարկություն, օտարին են դրանք։ Վերջապես մեր ինքնասիրության հարցն է։ Ես ակնկալում եմ ձեր կողմից նման հարցը վերաբերել սկզբունքային մոտեցումներ։ Հակառակ դեպքում ինչ-որ 1, 2, 3 երևույթներ ամբողջ ոստիկանության այն աշխատող տղաների աշխատանքը հողին են հավասարացնում, ոչնչացնում են բառից բուն իմաստով։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին, Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց, որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները եւ օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները, առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը։ Նախագահական ընտրությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հասարակությունը, կուսակցությունները, որոնք առաջ են քաշել իրենց տեխնացուներին,
ավելի մարտական են տրամադրված լինում եւ ավելի աշխուժ են լինում ընտրությունները նախագահական։ Հետևաբար շտաբը ավելի բծախնդիր եւ ավելի իմաստուն պետք է գտնվի կառավարման այս գործընթացի ընթացքում։ Փորձ ունենք, մենք կապեր ստեղծում ենք բոլոր կուսակցությունների հետ, բոլոր դիտորդական առաքելությունների հետ, լրագրողների հետ։ Ավելնորդ չեմ համարում եւս մեկ անգամ զգուշացնել, որ ոստիկանները եւս մեկ անգամ պետք է իրենց մեջով անցկացնեն ընտրությունների հետ կապված իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարումը եւ բացարձակապես կատարեն դա։ Ավելնորդ չեմ համարում ասել, որ տեղերի պատասխանատուները եւ շտաբը պետք է անմիջապես արձագանքի ցանկացած ահազանգին, պետք է ապահովել ընտրատեղամասերի անվտանգությունը, պետք է ապահովել թեկնածուների անվտանգությունը, այդ ժամանակահատվածում ի հայտ են գալիս կրիմինալը, հանցագործ աշխարհը եւ այլն, որոնք փորձում են այս կամ այն տեսակ ինչ-որ մի թեկնածուի օգտին աշխատել։ Բացատրեք, զգուշացրեք, նախազգուշացրեք, արձանագրեք այդ ամենը։ Նման երևույթներ չեն կարող լինել։ Ինչու՞, որովհետև ամիսներ շարունակ, երբ չեղած բանն են շարքման առարկա դարձնում, խոսքը վերաբերվում այդ 300,000 անձնագրերին, որ իբր ոստիկանությունը տպել ընտրություններն անցկացնելու, չնայած բազում բացատրություններ եղան, եւ եթե դա դառնում թեմա չեղած բանը, որը անհնարին է կատարել մեր երկրում եւ абսուրդի հասնող մոտեցումներ են եւ վերլուծություններն են ինչ-որ տիեզերական, դուք պատկերացնում եք, եթե մենք իրոք ինչ-որ մի խախտում հանկարծ մեզանից մեկը թույլ տա, մենք ինչին կարժանանանք, այնպես որ խնդրում առաջարկում եւ կարգադրում եմ ձեզ զգոն լինել, տիրապետել ֆունկցիոնալ պարտականություններին, անմիջապես պատասխանել ցանկացած ահազանգին, ճշտել եւ որակով եւ հիմնովին դա անել։ Եվ իհարկե մենք պետք է միշտ հիշենք, որ քաղաքացին մեր գերագույն արժեքն է։ Քաղաքացու հետ, ընտրողների հետ բացարձակ հարգանք։ Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ օրախնդիր մի շարք այլ հարցերի ևս ու կոնկրետ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին։